Ձեր ընդհանուր ուղենիշային առաջնահերթությունները բարձրաձայնվեցին, ամեն դեպքում տեսանք, որ հենց դրան հաջորդեցին իշխանությունների անհամաչափ այսպես գուցե արձագանքը տեղ-տեղ նույնիսկ ընտանիքին վիրավորանքներ հասցնելով եւ սպառնալիքները։ Այս պայմաններում, երբ իշխանությունը, որի ձեռքում կա վարչական ռեսուրս, որ այսպես հաթաթաներով է ձեզ վախեցնում, որքանով եք իրատեսական գնահատում ձեր հաղթանակի հնարավորությունը, տեսանք, որ Սամվել Կարապետյանը չէր կասկածում։ Ճիշտ ասած, ես էլ չեմ կասկածում եւ վաղուց չեմ կասկածում, իսկ իշխանությունների նյարդային պահվածքը եւս մեկ ապացույց է, որ այդպես էլ լինելու է։ Ինչ վերաբերում է ձեր ասած վիրավորանքներին, գիտեք, մակարդակ։ Ես շատ ցավում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է մի փոքրիկ խմբակ, որը չունի ուղղակի այդ մակարդակը։ Այսինքն քաղաքական, ճիշտ, բանավեճի, առարկայական, որպեսզի ժողովրդին էլ պարզ լինի, ինչ է, իրենք երկու խնդիր են լուծում, մեկ իրենց, այսպես ասած, նյարդային վիճակն են փորձում բացատրել, չնայած դա արդեն պարզ է բոլորի համար, երկրորդը վախի մթնոլորտ սերմանել։ Հավատացած եղեք, որ մենք այդ մակարդակի չենք իջնելու, մեկ-երկու փոքր հումորային շատ գեղեցիկ բնորոշումներ, որ պարոն Կարապետյանը տվեց, շատ ճիշտ էր, բայց իրենց մակարդակին չենք պատրաստվում իջնել։ Պարոն Ազինյանը, նաև լրացնեմ, կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրենց առաջ, կուսակցության առաջ նպատակ ընտրել եւ դա իրենց ծրագիրն է, թույլ չեն տալու, որ նաև ձեր կուսակցությունը նույնիսկ խորհրդարան ասնելու շեմը հաղթավարի եւ կարողանա ընտրություններին այդքան տոկոս ձայն հավաքել եւ երկրորդ հասնել են ցուցում։ Սնկերի հետ կապված Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է դատի տալ Սամվել Կարապետյանին։ Նախազգուշացված չէ Սամվել Կարապետյանը, որ այդպիսի վտանգավոր հայտարարություններ չանի ի վերջո նախագահական շրջանում։ Նախ առաջինը ես չեմ պատկերացնում այդ թույլ չտալը իրենց իսկ հռչակած ժողովրդավարական բաստիոնում ոնց կարող է իշխանությունը թույլ տալ կամ չտալ մի բան, որը իրենից կախված չի։ Այսինքն այս պայից հայտարարում է, որ ժողովրդի քվեն գողացվելու է, թող փորձի։ Չէ, մարդկանց կհամոզի, որ դες չի։ Դե մարդկանց ինչքան ժամանակ կա արդեն Սամվել Կարապետյանի հայտարարության օրվանից մարդկանց համոզում է, բայց ամենաանկեղծ եւ ամենաճիշտ հաշվարկներով դա իր մոտ չի ստացվում ամենայն դեպս, ինչ վերաբերում է սնկերին, անկեղծ ասած, պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են կասկածում։ Ուղղակի չգիտեին սունկ է, թե այլ միջոցներ է, ըստ որի այսպես փոքրիկ խմբակը ընկնում է հոգեխանգարմունքի մեջ։ Այնպես որ ես ոչ մի բանի վրա չեմ զարմանում, իրենց գործելավոճն է, իրենց մակարդակն է, թող փորձեն, անկեղծ ասում եմ ձեզ, այնքան վստահ ենք, որ մեզ տված քվեն հատ առ հատ պաշտպանելու ենք։ Այնուամենայնիվ դատական գործեր միգուցե հարուցվեն տարբեր այսպիսի արտահայտություններով, պատրաստ եք անցնել դրա միջով եւ ինչ եք ձեռնարկելու, այսինքն ռետորաբանության թուլացում ընդհանուր առմամբ պատրաստվում եք այս ֆոնին, համենայնիվ երեկվա սպառնալիքից հետո։ Հիմա ոնց եք պատկերացնում, եթե մի թիմ, մի քաղաքական ուժ, որը չի վախենում կալանավորվելուց, ինչպես կարող է վախենալ դատական քաղաքացիական հայցերից։ Այդպիսի խնդիր չկա, չբացեմ այսպես մարտավարական միջոցները, բայց ես գոնե մի միջոց գիտեմ, որով կարող է հիմնավորվել Սամվել Կարապետյանի ասած։